Ես որ անկալուգայում աշխատում էի, ընդ ուռուցքներ կար օրինակ կրծքի մեջ ու չգիտեին ինչա։ Բարորակ, չարորակ։ Հա, կնդրում էին այդ ուղարկում էին շտաբ հետազոտման, ուրեմն որ գալիս էր բարվորակ, դու ուրախությունը պետք է տենայիք, օպերացիոնով, փույրով, սանիտար կողմանով, ինչ ուրախություն էր։ Այդ այնց էլի, դուք որ հարցրիք ամենաուրախալին, ես կարամ ասեմ էտա, իսկ ամեն օրվա իմ ուրախությունը եղել է կեսարյան հատում ծնունդը, մանկան ճիչերը։ հա, դա մի ուրիշ բան է, Բժիշկ մեր չի իլում հաղորդումը։ դրան սովորել։ Հա, բա ինչ բա կյանքը։ Մի քիչ այս ժամանակ անցնում ենք, բայց անհնար է։ Կա տեսակետ, որ բժիշկը ապավինում է Աստծուն գործում, կա որ չէ, երբեմն աթեիստ են, կրոնական հարցեր չքննարկելով, բժիշկը Աստծուն ապավինում է։ Անպայման։ Գիտեք, ինձ ասում են դուք բժիշկ հավատում եք Աստծուն, ասի չեմ տեսել, բայց հավատում եմ։ Բա ո՞նց եք հավատում։ Ասի եթե ես մի բան մտքից դրել եմ, այս ծանր հիվանդը դուրս է գրվել, բա ում վրա հույս դնեի։ Ես հասկանում եմ ինձ, ձեռներս, գրքերս, ուղեղս իպրոչը, բայց չէ որ ասի։ Չէ որ մենք Բարձրյալն էլ։ ասած ռուսերեն անգել խրանիտելի։ Չէ, դա անհնարին աշխատել ռեանիմացիայում ակտիվ, անեստեզիոլոգիայում, կարդիոխիրուրգիայում եւ այլն, ու մեջքիդ հետևը Աստվածը չլինի։ Էլի եմ ասում, չեմ տեսել։ Ես չեմ տեսել։ Բայց օգնել է հավատում եք։ Միանշանակ առավելիվս որ իմ տատիկս պապայի մաման էլի հավատացյալ էր։ Տելևիզիոն որ մավրում էինք, ինքը երկու տղուն ուղարկ տարան բանակ, ու ինքը հա ասուն էր դիմում, երկուսն էլ հետ եկան։ Պատերազմից։ Вообще խորացավ այդ գործի մեջ։ Ինքան խորացավ, որ ես 4 տարեկան երեխա էի, իմ առաջի Ստիխատվարին եղել է հայերմերը։ Խորհրդային միությունում։ Հա, դե ո՞ղ ինչ խորհրդային, ապրում էին իրան։ Դե բայց չէ, էլի։ Հա, իմը էդ է եղել, հետո որ հիմա որ ասեք ասա չեմ կարող ասել։ Հիմա գանք հիմային, դուք տարիքը ես չեմ հարցրել, դուք ասեք, եթե կուզեք ասեք։ 78 տարեկան եմ։ Ո՞նց եք զգում։ Դե ո՞նց ասեմ ձեզ։ Ոնց կարաս գա իրան 78 տարեկանը, աշխատողը, այգի մշակողը, քեֆանողը, համազություն անողը։ Այդ ինձ։ Լավ։ Ռուսերեն ասեմ, ես нигде себя не чувствую лишним։ Ոչ միտեղ ավելորդ չէ, թեմայի մեջ եք։ Ես ամենայն դեպս ես ինչ որ տենում եմ։ Դե հաշվի առնելով փորձս, գիտելիքներս, արդեն կազմակերպչական, ինձ հա հարցնում են, ես մեր ինստիտուտը, Մարգարյան ծննդատունը, ոչ թե բաժեն գիտեմ, ոչ թե պատ, քար գիտեմ, այդ սաղի մաշկի դեմն է եղել, հա։ Իմ կյանքի չափ կես դար, որ մարդ միտեղ աշխատի։ Ունեցել եմ, ումից սովորեմ, ունեցել ենք պրոֆեսուրա, ունեցել ենք լավ կազմա, հիմա էլ ունենք։ Իսկ որպես առողջ ապրելակերպ, սննդակարգ, ծխելը, վատ սովորությունները, ես տեսնում եմ, որ ավելորդ քաշ չունեք, այդ ամենին հետևում եք, վարությունները կամ դա էլ որպես խորհրդի կարգով ասեք, հա, 65 եւ ավելի տարեկանների։ Երկար տարիներ ծխել եմ։ Причем ծխել եմ, եթե հերթապահել եմ, եղելա շատ եմ ծխել հերթապահության ընթացքում։ Եթե չեմ հերթապահել, մի քիչ չափավոր, նո չափավորը, որ կնենք մի 20 հատը, երևի թե մի օրուկես։ Դա շատ չէր։ Հետո նենց ստացվեց, որ սիրտը սկսեց ցավել, դրանք ընկերներն էի բան։ Մի հատ լավ ընկերուհի կար կարդիոլոգ էր, ինձ ասաց, Սերգեյ, քո մոտ նիկոտին зависимый ստենոկարդիա։ Խապեց։ Սիգարետից կախված ստենոկարդիա, այդպեսի բան չի լինում։ Չկա այդ բան։ Դե իմ վաղ դες չգիտեի, որ չկա, այս դա ունեցի լուրջ, ունեցի դե չմեռնեմ երեխեքս փուչուր բան։ Սիգարետ տենք ցեցի բրծա։
Փոխվեց ձեր կյանքը, առողջությունը։ Փոխվեց, իհարկե փոխվեց։ Հազս ավարտվեց, պակասեց, ավելին ասեմ, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ես որ դրսում տեղերքի հետ նստում էին կամ կամպանիաներ լինում, մի քիչ խմում էի, ես իմ դոզան ունեի։ Բայց մի քիչ որ անցնում է, գալիս էի տուն, մեռած։ Ես զգացի մի քանի ամիս հետո, որ ես ծխելը թարգեցի, իմ դոզան բարձրացել է, ու ես ինձ լավ եմ զգում։ Քանի բաժակից, քանի բաժակ։ Դե հիմա չհաշվենք, հա։ Այդտենց անհաշվելի բարձացա։ Չէ, իհարկե չէ, ճինաշով սա կյանքը չեմ մոռացել, որ ես բժիշկ եմ, ռեանիմատոլոգ եմ, էլի, իրանք չունեմ։ Երևանում ոնքան խմեմ, որ չկարողանամ ես իմ պարտքս կատարել, չէ։ Բայց եղել է դեպքեր էլի, որ եկել եմ տուն ու ես ինձ վատ եմ զգացել, ծխելը վերջացրիք, չծխելով արդեն ոնց որ ծխելու վնասն էր, որ կանամ շատ խմեմ, բայց էլի չեմ խմում, էլի։ Իսկ սննդակարգ վարժություններ ամեն ինչ կերել եմ։ Դե գիտեք ինչ կա, որ հերթապահեր ամեն ինչ ենք կերել։ Իսկ նես տունը հատուկ իմ համար ոչինչ չեմ պատրաստել։ Հա կամ բաներ, որ գցենք հաճույքով չեմ ուտում, բայց ուտում եմ։ Իսկ վարժություններ, ֆիզիկական ակտիվություն, քայլող։ Հիմա էլ ասեք։ Հիմա իմ վարժությունն իմ հողամասն է։ Իմ հողամասն է փետ կրելով, փետ ջարդելով, չորացնելով, բարձրացնել, իջացնել, էտել, ջրել, թուփ հանել, սրսկել, բերքը հավաքել, տանել, ստե, ընդե, չորացնել։ Ինչից եք ուր ստանում, ինչից եք երջանկանում, բժիշկ։ Ինչից եմ երջանկանում, որ իմ երեխեքս գալիս են ու օգտվում են դրանից։ Ոչ թե գնում են շուկայից հող են առնում, այդ գալիս են իմ մոտ քաղում ուտում են։ Հա։ Որ դա երեխեքը կան, թորները շատ են։ Ես Բերքը կա, սպառողը կա։ Նկար ունեմ, իմ տան մեջտեղը հենց կախած է, ես եմ կինս է, ու մեր 6 ծորները։ Ծորները էլի, Ծորները, ոչ թե թորները։ Ծորները 6։ Ռուսերեն ասած մալադեց։ Согласен։ Հրաշալի է, շնորհակալ եմ այս լավ նոտայով էլ ավարտենք, իսկական պատիվ եմ էլի համարում, որ եկաք, որ պատմեցիք, որ մարդիկ էլ իմացան, որովհետև ընկել եք գործով PR-ին շատ ուշադրություն չեք դարձրել ձեր։ Ես։ Հա։ Այն վաղ չկար PR մենեջերներ, այդպես բաներ չկար։ Մեր PR-ը մենք էինք։ Մեր PR-ը մենք էինք եւ շուտ։ Ման փոխեց վաստակավոր բժիշկ դառնալը Հայաստանի Հանրապետության։ Ինձ համար չէ։ Գնահատեցին, տվեցին, ձեռը սխմեցին, կախեցին ու ասեն ձեզ, որ իմ մեջ մի բան չզգացի, որ փոխվեց։ Չէ, ինչ պետք է փոխվեր։ Ոնց աշխատում էիք։ Չէ, ինչ պետք է փոխվեր։ Դե եսի։ Չէ, ռադիոյը։ Չէ։ Էլի։ Հրաշալի է։ Հա։ Շնորհակալ եմ։ Ռադիոյը։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։